Կարևորի մասին հաղորդումն է մեր եթերում, բարև ձեզ։ Տաղավարում այսօր հյուրընկալել ենք էթնոաշխարհագետ Արտաշես Բոյաջյանին։ Բարև ձեզ, պարոն Բոյաջյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերքի համար։ Պարոն Բոյաջյան, ուզում եմ նախ անդրադառնանք արտագաղթի այն ցուցանիշներին, որոնք հրապարակվեցին քաղաքային իշխանությունների կողմից։ Փաստորեն նշվեց, որ 1 տարվա կտրվածքով 24000 մարդ է արտագաղթել քաղաքից։ Սա որքանով է մոտ իրականությանը։ Ես բազմից եմ ասել արտագաղթի մասին, տասնյակ տարիներ զբաղվում եմ այդ խնդրով Հայաստանի Հանրապետության բնակչության էթնոժողովրդագրական, մասնավորապես Շիրակի մարզի բնակչության շարժընթացի խնդիրներով, սոցիալ-ժողովրդագրական խնդիրներով, ինձ համար նորություն չի, որ ասենք մեր քաղաքի բնակչությունը պետք է նվազած լիներ, չնայած 2011 թվականի պաշտոնական տվյալներով տալիս է, որ քաղաքի առկա բնակչությունը 123000 է։ Դա մարդահամարի տվյալներն են։ Մարդահամարի տվյալներով։ Դե հիմք գտնելով քաղաքապետարանի տվյալների վրա, որի կասկածել չի կարելի, որովհետև ինքը իրենք ամեն դեպքում հաշվառում կատարել են բնակչության թվի, եւ այդ 23000 թիվը, որ իրենք ներկայացնում են, որ պակասել է բնակչության թիվը պակասել է, մոտ է իրականությանը եւ շատ հնարավոր է, որ ավելի նվազած լինի։ Կոնկրետ իմ հետազոտությունները, իմ հաշվարկները ցույց են տալիս, որ այժմ մեր քաղաքում առկա բնակչության թիվը, չեմ ասում մշտական, այլ առկա բնակչության թիվը 70000 է, ոչ ավել։ Ներկայումս քաղաքում 70000։ Իսկ եթե ընդհանուր վերջի 25 տարվա կտրվածքով վերցնենք, որպեսզի ավելի պարզ եւ տեսանելի լինի, թե մեր քաղաքը ինչպիսի կորուստներ է ունեցել նյութական, մարդկային եւ այլ տեսակի ռեսուրսներով, նախքան երկրաշարժը ունեցել է Գյումրի քաղաքը 230000 բնակիչ։ Եթե վերցնենք, որ աճի տեմպը քաղաքի միջինացված թվով պետք է 1% լիներ, իհարկե այստեղ դուրս են գալիս նաև երկրաշարժի զոհերի թիվը, ապա մոտավոր տվյալներով այժմ Գյումրի քաղաքը պետք է ունենար առնվազն 350000 բնակիչ։ Այսինքն այս 24000-ը կարող ենք ռեալ ցուցանիշ համարել, որ հենց 24000։ Այո, իհարկե, որը դե պատկերացրեք, դա նույնքան է, այնքան է, ինչքան երկրաշարժի զոհերի թիվն էր, հա։ Այնքան բնակչություն է, որքան աշտարակ քաղաքի բնակչությունն է, Արտիկ քաղաքի բնակչությունն է նախքան երկրաշարժը, այսինքն մի ցուցանիշ է, մենք անընդհատ խոսում ենք Աֆղանստանում զոհերի թիվը, Աֆղանստանում պաշտոնապես ասում են, որ սովետական բանակը խորհրդային 14000 զոհ է տվել պատերազմում եւ այդ առումով ճիշտ է իրենք ֆիզիկապես չեն մահացը կամ բան չեն եղել, բայց ամեն դեպքում քաղաքի բնակչության թիվը պակասելով ոչ թե քաղաքի սոցիալական խնդիրներն են թուլանում կամ խնդիրները, այլ ընդհակառակը քաղաքի սոցիալական խնդիրները ավելի են խորանալու այդ առումով։ Կապված նաև բյուջեի ֆինանսավորման հետ, հենց հիմնավորեցին, որ այո, քաղաքին հատկացվող գումարները դոտացիան պակասել, որովհետև բնակչության թիվն է նվազել, նաև այդ հիմնավորումը բերեցին։ Եվ եթե պարոն Բոյաջյան, գուցե հենց այդ պատճառաբանությունը չլիներ, այս թիվը չհրապարակվեր, չէ՞։ Հնարավոր է, իհարկե։ Ուրիշ թիվ է հրապարակվում։ Այո, չեմ բացառում, որ քանի որ ֆինանսավորումը նվազել է, որպեսզի հիմնավորում գտնեն, նաև հիմնավորումներից մեկն էլ դա է, դե հիմա չեն կարող ասել համաշխարհային նորից տնտեսական ճգնաժամ է կամ ինչ որտեղ ինչ-որ բան է տեղի ունեցել, ասենք մի քիչ կադակային առումով, ասենք Զիմբաբվեում անձրև է եկել, դրա համար Հայաստանում տնտեսական ճգնաժամ է։ Պարոն Բոյաջյան, եթե ընդհանուր Շիրակի մարզում եւ Գյումրիում կոնկրետ եթե վերցնենք, տեղաշարժը ձեր վիճակագրությունը ինչ է ցույց տալիս, երբ է նկատելի դարձել, որ տարիների կոնկրետ որ ժամանակահատվածի համեմատ։ Օրինակ, այս տարի երևի ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել։ Այո, հիմա ասեմ։ Եթե վերցնենք 88 թվականին, 92 թվականի պաշտոնական տվյալներով արդեն Գյումրին ունեցել է 220000 բնակիչ, 214, 215, մինչև 2001 թվականը մշտական բնակչության թիվը եղել է 150000,
արկա բնակչության թիվը 140,000։ Իսկ եթե վերցնենք վերջին 10 տարիների ընթացքում 140,000-ից արկա բնակչության թիվը, ես արկան ավելի իրականությանը մոտ եմ հաշվում, համարում, քան մշտական բնակչությունը, 140,000-ից նվազել հասել է 123,000-ի, այսինքն 10 տարիների ընթացքում պաշտոնական տվյալներով քաղաքի բնակչության թիվը նվազել է 17,000-ով։ Իսկ վերջի տարվա ընթացքում 23,000-ով։ Դա կազմում է արդեն քաղաքի բնակչության, եթե վերցնենք, շուրջ 7-8%-ը։ Որն է այստեղ մենք միշտ ուշադրություն ենք դարձնում քաղաքի բնակչության թվի նվազման քանակական կողմի վրա, բայց երբեք ուշադրություն չենք դարձնում որակական կողմի վրա։ Հատկապես սոցիալական որ շերտն է արտագաղթում։ Նույնիսկ միգրացիան արտագաղթը լրջորեն ուսումնասիրված չէ։ Այսինքն հիմա չկան տվյալներ, ուսումնասիրություններ, թե մեր քաղաքից ոչ շերտն է գնում։ Ուսումնասիրություններ արվելու էին։ Հիմա ես չգիտեմ, տեղակ չեմ արել են, թե ինչպես, բայց ամեն դեպքում, որպեսզի մենք շարժառիթներն ու դրդապատճառները կարողանանք ներկայացնել, պետք է հետազոտություն կատարվի։ Կոնկրետ իմ հետազոտությունները ցույց են տալիս, որ աշխատանք չունենալը արդեն երկրորդական պլան է մղվում։ Առաջ եթե մարդիկ արտագաղթում էին աշխատանք չունենալու պատճառով, այսօր աշխատանք չունենալը երկրորդական պլան է մղվում։ Առաջնային պլան է մղվում արդեն արտագաղթի հիմնական պատճառը ցածր եկամուտը, աշխատավարձը։ Ահավոր ցածր աշխատավարձը, սա մեկ։ Երկրորդը գործարարություն սկսելու համար ոչ նպաստավոր պայմանները, ոչ նպաստ պայմանները, այսինքն այն առումով, որ սպառման շուկան շատ փոքր է եւ այն գործարարությունը, որ դու ուզում ես սկսել, քեզ վնաս է բերում, ոչ թե եկամուտ է բերում։ Այսինքն սա նույնպես ստիպում է, որ դու այստեղ ներդրումներ չկատարես։ Պարոն Փոյաջյան, այսինքն գործարարությունը իրեն չի արդարացնում մեր քաղաքում, որովհետև ժողովուրդը վճարունակ չէ, աշխատունակ են, սպառում չկա, չէ՞։ Այո, եւ հենց իշխանությունները միտումնավոր ժողովրդին վճարունակ չեն դարձնում, գնողունակ չեն դարձնում, որովհետև եթե ժողովուրդը դարձավ գնողունակ, նա իր որոշումներն ընդունելու մեջ դառնում է ավելի անկախ։ Իսկ երբ որ ինքը դառնում է ավելի անկախ, ընտրությունների ելքը արդեն դառնում է ավելի անկախ։ Հենց այդպիսի մի կարծիք էլ եղավ, որ այս ընտրություններից, նախագահական ընտրություններից հետո ահագնացավ արտագաղթը կոնկրետ Շիրակի մարզում ու Գյումրիում, որովհետև արդյունքներով պայմանավորված իշխանությունների անուշադրությունը մեծացավ այս մարզի նկատմամբ։ Դուք համամիտ եք Երևան քաղաքի բյուջեի եւ Գյումրի քաղաքի բյուջեի համամասնությունը վերցրեք նայեք։ Այսօր Երևանը չունի այն խնդիրները սուր պրոբլեմային, ինչքան Գյումրի քաղաքը ունի, հատկապես քաղաքի բարեկարգման հարցով։ Ասֆալտված փողոցը մի քանի ամիս անց նորից ասֆալտում են, բայց մեր քաղաքը, որ այսօր ասֆալտապատման լուրջ խնդիրներ ունի, գումարներ չեն հատկացնում։ Մեզ հուզում է գործազրկության հարցը ավելի շատ, սոցիալ-տնտեսական խնդիրները հենց գալիս են այդտեղից, որ մարդը գործազուրկ է այսօր քաղաքում։ Մեր մոտ խորացել է այդ ճգնաժամը օրեցօր։ Ես ասեմ, այսօրվա պայմաններում մեր քաղաքում այնքան գործազրկության հարցը սուր չի դրված, որքան մարդկանց թանկ կյանքը, այսպես ասենք, հա, ցածր կյանքի որակը, ինչը պայմանավորված է իր գնողունակությամբ։ Այսինքն նրա աշխատավարձն ու եկամուտն է ցածր։ Իրենց 25 տարվա քաղաքականության անկախ երկրում սոցիալ-տնտեսական քաղաքականության իրականացման հետևանքները մենք նոր, ասենք, այդ պտուղները արդեն սկսում ենք քաղել։ Եվ երևի թե շարունակվում է, օրինակ եթե վերցնենք 2014 թվականի բյուջեն հաստատվեց, անդրադառնանք դրանց ուղղություններին ու առանձնահատկություններին, ինչ ուղղություններ են վերցվել, ինչ է նախատեսվում այն, հատկացված գումարները այդքան տեղյակ չեմ մանրամասն, բայց որ նա քիչ է տարբերվելու նախորդ տարիների բյուջեներից, ինձ թվում է այդպես է, որովհետև կոնկրետ, որ ասենք ճեղքում մտցնի երկրի տնտեսության զարգացման մեջ, ես դա չեմ տեսնում, այսինքն չկա այն գլխավոր պրոցեսը, թեկուզ շինարարության ոլորտում, թեկուզ տնտեսության որևէ ճյուղի զարգացման ոլորտում, որ ասենք, որ սա այն կլինի լոկոմոտիվը, որը կբերի աշխատավարձի բարձրացման, աշխատատեղերի ստեղծման։
Այ կենտրոնացված է ուշադրությունը մաքսային միությանն անդամակցելու գործընթացի վրա եւ տնտեսական վերելքների մասին է խոսվում։ Ինչ եք կարծում, կունենանք մենք այդ հեռանկարները։ Եթե մենք տեսնում ենք, որ մաքսային միության մեջ մտնելով փակ երկաթգծերը բացվում են դեպի Կարս, Նախիջևանով դեպի Իրան, ասենք Թբիլիսիով Ադլեր, Աբխազիա, հա, այդ երկաթգիծը բացվում է։ Այստեղ արդեն բերում նոր գործարաններ են բացում եւ այլն, արդեն տեսնում ենք, որ դա մաքսային միության մեջ մտնելու պտուղներն ենք մենք տեսնում։ Իսկ եթե պետք է լինի այնպես, ինչպես որ ասենք հիմա է, բնականաբար անիմաստ է մաքսային միության մեջ մտնել, այսինքն ես ասում եմ, որ մաքսային միության մեջ եթե մտնում ես, դու պետք է արդեն գոնե տեսնես, թե բնակչության թիվը պետք է ավելանա, թե չէ, եկամուտները պետք է ավելանան, թե չէ, բայց այստեղ Ռուսաստանի կառավարողները, ես իմ ականջով լսեցի, Գազպրոմի ղեկավարը ասեց, պետք է գազի գները լինեն Ռուսաստանի ներքին գների չափ, բայց մեր կառավարությունը հելավ ասեց, որ գազի գինը չի թանկանա, չի իջնի, չի նվազի, այսինքն ամեն մի կյանքի թանկացում, հատկապես այս կենսաթոշակային կուտակումը, որ իրենք անում են, ոչ թե պիտի մտածենք, որ 25 տարի հետո մեր ծերությունը, տարես մարդիկ նորմալ կենսաթոշակ ստանան եւ բարեկեցիկ կյանքով ապրեն։ Դա սխալ մոտեցում է։ Ի սկզբանե աղքատ երկրում դու եթե այդ մեթոդաբանությունն ես ընտրում, դու շատ ավելի վատ հետևանքներ ես թողնում երկրի բնակչության կենսամակարդակի վրա։ Ընդհակառակը դու պետք է ներկայում ապահովես բնակչության համար բարեկեցիկ կյանք, որովհետեւ ծերությունը մարդու լինի բարեկեցիկ։ Դու անբերեկեցիկ կյանքով ինչպես կարող ես բարեկեցիկ ծերություն ապահովել։ Հիմա այս պահին կարող ենք հստակ մատնանշել մեկ քայլ, որը մեր երկրում հիմա իրականացվում է այդ արտագաղթի դեմն առնելու համար։ Դե ամեն դեպքում եթե ամեն քայլ անենք, Գյումրու բնակչությունը 23000-ով չէր նվազի կամ Հայաստանը։ Գոնե մեկ քայլ նշենք։ Հələ մենք ասում ենք Գյումրի, Վանաձորը ավելի ահավոր վիճակ է այնտեղ։ Վանաձորի բնակչությունը ավելի շատ է պակասել։ Այսինքն, եթե դու ասում ես, ես ամեն ինչ անում եմ, բայց բնակչության թիվը նորից նվազում է, երևի ճիշտ կլինի ասենք, որ այլ ոչ մի քայլ մի արա։ Երևի այդ դեպքում հակառակը տեղ ունենա, բնակչության թիվը ավելանա։ Պետք չի ձեր քայլերը։ Դուք մեծ զրույցում մեկ անգամ նշեցիք վերջերս, որ Գյումրին բնակչության թվականակով Հայաստանում գուցե եւ չի համարվում այլևս երկրորդ քաղաք։ Հնարավոր է, ապագայում եթե այս թվով գնաց, այսինքն բնակչության թվի նվազումը, Գյումրին արդեն կլինի ոչ թե երկրորդ քաղաքը, այլ կլինի երրորդ քաղաքը։ Այն դեպքում, երբ որ 20-րդ դարի սկզբին Գյումրին եղել է բնակչության թվով առաջինը։ Պարոն Բոյաջյան, եւ վերջին հարցս, քանի որ տարեվերջը չենք կարող չանդրադառնալ Սերժ Սարգսյանի կողմից դեռևս հուլիս ամսին հրավիրված հայտնի խորհրդակցությանը հիշում եք, որ նշվեց, որ այն կառավարությունը, որը չի ապահովի 7%-անոց տնտեսական աճ, պետք է հրաժարական տա։ Մենք ինչ ունեցանք, ինչ արդյունք ունեցանք տարեվերջը, եթե ամփոփելու լինենք։ Պետք է Սերժ Սարգսյանը իր խոստումը կատարի։ Ճիշտը դա է, եթե ասել է այդպիսի բան, որ եթե 7% աճ չունեցաք, ուրեմն դի կառավարությունը հրաժարական տա, ուրեմն դի կառավարությունը հրաժարական տա։ Բայց միայն կառավարության մեղքն ենք մենք այստեղ տեսնում, որովհետև գոյություն ունի նաև իշխանություն, նախագահ։ Այսօր միակուսակցական պետություն ենք մենք, այն Չեռնամիրզինի ասածի նման։ Ուզում ենք, որ լավ լինի, ստացվում է միշտ այնպես, ինչպես որ ստացվում է։ Իշխանությունը այսօր լրիվ հիմքեր ունի աշխարհին ցույց տալու, որ տեսեք կա անդիմություն, Զարուհի Փոստանջյանը հելնում է այսպիսի հարցեր է տալիս, սուր հարցեր է տալիս, հա, ամբողջ աշխարհին ցույց են տալիս։ Տեսեք, Վլադիմիր Վլադիմիրովիչը եկավ, մարդիկ ելան միտինգ արեցին։ Ես այդ միտինգն անողներին չհասկացա, ավելի շատ Սերժ Սարգսյանի ռեյտինգը բարձրացրեցին, որ Սերժ Սարգսյանը կարող է Ռուսաստանի Դաշնության նախագահին ասի, թե տեսեք ինչ մարդկանց դեմ են պայքարում, ինչպես եմ ես դժվար է ինձ համար մաքսային միություն մտնել եւ այլն։ Այսինքն գուցե այդ մարդիկ իրոք լավ մղումով են գնացել այնտեղ, բայց ինքստիկյան իրանք արեցին այն ինչ որ ավելի շատ օգուտ էր Սերժ Սարգսյանը, իշխանությունն։ Այսինքն կամ երեկվա այդ Թուրքիայի դեսպանատան այդ ես կասեի կեղծ հայրենասիրությունը։
ում էր պետք։ Հիմա Թուրքիան ցույց կտակ, ասի տեսեք, թշնամություն է սերմանացնում թուրքերի եւ հայերի մեջ։ Հիմա տեսեք ով է ավելի թշնամաբար տրամադրված։ Այսինքն նման քայլերը մեզ Այսինքն դեռ ժողովուրդն էլ չգիտի, հա, ինչ է պահանջում, ում հրաժարականն է պահանջում, ով են, ովքեր են այս իրավիճակի պատասխանատուն։ Ժողովուրդը ավելի շատ իշխանությունը իր կյանքով է ապրում, ժողովուրդը իր կյանքով, այսինքն կդրվածը չկա իշխանություն ժողովուրդ կապը։ Իսկ այդ իշխանություն ժողովուրդ կապը պետք է ապահովեր ընդդիմությունը։ Իսկ այսօրվա ընդդիմությունը չի անում այդ քայլերը, մասնատված է։ 5 հոգեանոց խմբակցություն են, 6 բան են ասում տարբեր։ Դրա ընդդիմությունը ո՞րն է։ Եվ ՀԱԿ-ը մենք տեսնում ենք ինչ վիճակի է։ Ոչ մեկը մյուսի հետ չի խոսում։ Նույնը ժառանգություն կուսակցությունում է տեղի ունենում։ Բնականաբար ժողովուրդն էլ պետք է հաստատվի, գլուխը արդեն ինչ ասպես ասած գլխի ջարը տեսնի։ Եվ արտագաղթի։ Ու հիմնականում է, որովհետև մենք ավելի շատ այսպես հանդուրժող ենք, էլի։ Եղավ, շնորհակալ եմ պարոն Բոյաջյան հետաքրքիր զրույցի համար։ Այսքանը հարգելի հեռուստադիտողներ, ցտեսություն կհանդիպենք։